Իմ արեկը հիվանդ է, բարձր ջերմություն ունի։ Միասին նստած թաթայի մենահամերգն ենք լսում, նայում։ Խեղճացել է, մի տխրիկ աղջրս։ Նենք ինչքան է, հələ չգիտենք, բայց լավ տաք է մարմինը։ Ջերմիչեցնող էի տվել 1 ժամ առաջ, ժամ ու կես առաջ, բայց չի իջել ջերմությունը, չի օգնել, չգիտեմ ինչի։ Սենց թեթև եմ հագցրել, մի հատ մայկա է վրան։ Ջերմության ժամանակ դե շատ թեթև պիտի հագցնես, կոկորդը ցավում է, քաղցրս, երևի համի զգացողությունն էլ է կորցրել։ Լավ, կլավանաս, քաղցրս, շունիկս։ Եթե ես հիմա իրեն տանեմ բժշկի, բժիշկը ամենայն հավանականությամբ անտիբիոտիկ է նշանակելու։ Շատ ժամանակ ես իրենց նշանակածին չեմ հետևում, որովհետև չեմ գտնում ճիշտ անտիբիոտիկ տալ երեխային։ Վիրուս է, վիրուս չի, մրսածություն է, ինչ է, միշտ անտիբիոտիկ պիտի նշանակեն։ Ինչի անկապ անտիբիոտիկ տալ երեխուն։ Քունը տանում է, քաղցրս։ Դու կուտես ճաշիկ։ Ճաշ կուտես։ Նո։ Բայց մի քիչ պիտի ուտես, ոչ մի բան չես կերել, տեսնենք ինչքան է։ Ահա, խնդրեմ, 101.4 է ջերմությունը։ Բայց հələ մի 4 ժամ էլ պիտի սպասեմ, որ ջերմիչեցնողը տալու։ Տեսնենք, լավ, թրջոցներ դնեմ։ Արեգին բժշկի տարա, մի քիչ առաջ ենք եկել, ստուգեց կոկորդ, քիչ, կոկորդը մի քիչ բորբոքված է, ավելի ճիշտ բորբոքումը լեզվի վրա է, քան կոկորդի։ Դեղ նշանակեց, ասեց 1-2 օր էլ կշարունակվի, եթե շատ չբարձրանա նորից ջերմությունը, ես միայն երիցուկի թեյ կտամ, այսօր մի մեծ բաժակ երիցուկի թեյ ա խմել մեղրով, կարծում եմ դա կօգնի, չէ՞ բալ։ Էլ նո, էլ դեղի կարիք չի լինի։ Մեկ էլ վիտամիններ է նշանակել։ Ինչ։ Երեք որ ջերմիչեցնող տվեցի, կռի վերանում էլի էր ուզում, այդ ջերմիչեցնողի համաևի դուրն եկել էր, անընդհատ մամա, դավայ, նշանակում է դեղ։ Դավայ, հա? Դայայ, ես ուզում էլի, չի կարելի։ Լացում էր ուզում էր բացեր խմեր շշով։ Չի կարելի դայայ, արեք։ Բալա։ Երեք գիշերա չենք քնում, դե ես սովոր եմ արդեն չքնելուն, ես ես վերջի տարիներին կարգին չեմ հիշում, երբ եմ քնել վերջին անգամ, բայց տենց էլի, երբ երեխաների հետ մենակ ես, մի քիչ ավելի դժվար է, թեկուզ հոգեբանորեն, օրինակ գիշերվա կեսին, երբ որ հիվանդանում են, երբ ամուսինս մեզ հետ էր, ոնց որ երկուսով էինք կիսում այդ ամեն ինչը, բայց հիմա մենակ ես եմ, Ռոնին էլ մի անգամ փսխել է, մի խոսքով խառը վիճակ է մեզ մոտ, հուսամ մինչև վաղը ամեն ինչ տեղը կընկնի ու կլավանան երկուսն էլ, չէ Արեգ, ասա որ կլավանաս, ասա մամա կլավանամ վաղը, էլ չեմ ջերմի, հա բալ, ոյ քողցի բոլը։ Բժշկի սենյակում ենքան խելոք է նստել, խելոք, իր ամոր նստեց սպասում էր։ Բժիշկը քեզ ինչ տվեց, բժիշկը մի հատ մեքենա տվեց փոքրիկ։ Կարմիր լեզուն տեսնեմ հլա, կարմիր լեզուն տեսնեմ, ոյ։ Սիրելիներս, ես նրբաբլիթներ պատրաստելու գործին եմ, շատ համով գործի մեջ եմ։ Իմիջայլոց այծիկի մսով եմ պատրաստում ու կոկոսի յուղի մեջ եմ տապակում, շատ համեղ է ստացվում։ Ռոնիի հետ դասի ենք նստած, քննություններին ենք պատրաստվում իր դպրոցական տարբեր նախագծերին, մի խոսքով հիմա պատմություն պիտի շարադրի գրի,
Այդ ընթացքի մեջ ենք, Արեգը քնած է, քանի Արեգը քնած է, մենք ուզում ենք արագ-արագ վերջացնենք այս գործը, թղթեր կտրատելու, ինչ որ դասեր անելու, որովհետև հենց Արտանը սկսելու է արդեն միջամտել խառնել իրար։ Was and fox walking in the forest. He met a stork. The fox asked the stork dinner. Սա ինքն իր պատմությունների գրքում է կարդացել, հիմա հիշում է ու ինքն իր ձևով շարադրում է։ Դա սա դպրոցից դուրս պատմություն է սա, ուրիշ գիրք ունի, կարդացել է, հիմա պիտի ցանկացած ինչ-որ իմաստալից պատմություն գրեն, ինքն սա է ընտրել ու հիշելով շարադրում է։ Հետո բալ։ There were flat bowls. Իմիջայլոց ժողովուրդ ջան, ուզում եմ ասել, որ իմ տղան ուզում է իր բլոգը սկսել վարել, մանկական երեխաների համար, դա կլինի իր նախաձեռնությամբ, դա կլինի ուսուցողական, կանենք լավ, տեսնենք ինչ ենք անում, ամառային արձակուրդները գալիս են, կհասկանանք, ժամանակ կգտնենք, դե շարունակի լավ։ Բայց դուք իրեն support կանեք, չէ՞, դուք կմիանաք իր էջին, չնայած որ անգլերենով է վարելու։ Տեսեք, այստեղ տերևներ ունենք, գլխարկների տեսակներ, տարբեր անունները պիտի գրի հինդիով և ուրիշ տարբեր ինչ-որ նկարներ ունենք, որ պրինտ ենք արել։ The stork. Once upon a time there was a fox walking in the forest. He met a stork in the forest. There were two flat bowls kept on the table. The fox drank the soup and Շատ արագ մի կարդա, ունի որ հասկանամ սխալներդ։ Soup. The next day, the stork called the fox for dinner, and there were kept jars to drink soup. The long-necked stork drank all the soup's liquid. That means I am not. Fox drank the soup, and the stork couldn't drink. But the fox drank the soup, but stork could not drink. But not and. Արեգին գերիցուկով թեյ եմ տվել, հավես ով խմում է։ Խմի որ լավ լինես, խմի ապրես պարես, էլի կա։ Լավ, տեսնենք ոնց ես լինում, եթե հարկ լինի էլի կտեմ, եթե չէ հերիքա։ Համեղա, էլի կուզես։ Կանոնով գծեցի, որ ուղիղ գրի, հետևի գծերին, սա ինքը պիտի արդեն դպրոցում անի, փակցնի, գունավորի, զարդարի, չգիտեմ ինչ անում։ Այստեղ այս պատմության համար նույնպես գծեցի, նկարներն արդեն ինքը պիտի փակցնի, ամեն առարկայի աշխատանքը դնում եմ իր գրքի մեջ, որպեսզի չկորցնենք։ Երեխեքի համար գրատախտակ էի առել անցած օրը։ Ռոնին հավեսը տվել, այսօր ենք կախել, ինչ էիր ասում առավոտը, Ռոն, ասում էր ես ուսուցիչ եմ դառնալու հեսա, Արեգին սովորացնեմ, տարերը, այբուբենը, չէ՞ բալ։ Areg is good. Բայց Արեգը ոնց պիտի նկարի։ I'll draw you see. Դու նկարի, ցույց գիտես ինչ արա, բալ, նկարներ նկարի, ցույց տուր թող ասի ինչ կա, ինչ է նկարում, թող կռահի։ Հա? Օրինակի համար արև նկարի, խնձոր նկարի։ I'll draw rocket here, I'll draw apple here, understand? Հա, թող ասի ինքը։ Հոմովս։ Դու էլ ես ուզում նկարես։ Մազերը երկարել են։ Done. Այս թող ինքն էլ ցավտանը։ What I'm drawing? Դա ինչ է, բալ, հələ տես ինչ է նկարում ապերը։ Ինչ է դա։ What is that? Apple. Apple։ Ճիշտ էր։ Ճիշտ պատասխան։ Բայց դա չի իմանա, բալ։ Այս ինչ է։ Mo. Ma. No. Moon. Կարա քուքի է լինի։ Moon. Կարտոֆիլ։
Ինչ ասես, մուն, չէ, հաֆմուն արա, կիսալուսին արա, որ բան անի, հասկանա, չնայած չգիտեմ, կիսալուսինը կհասկանա, անունը չգիտինք, ցավ բանում։ Վայ։ Մունա։ Ռոնի, զգույշ ա բալես։ Опрес. Уже вас. Դուր ես գնում ինքնագելու։ Ռոնին կարուսելներից ծառներին անցավ։ Ուր ես բարձրանում, բալ։ Չէ, իչի լավ։ Ամենավերևը որտեղ։ Իչի բալ։ Pichon? Որը։ Վերջը։ Спаси։ Կամաց գուշի չի, բալա, օգնիր ապերին թողի չի բալես, խորդու բորդ հաստա։ Ապրեք։ Իշան, հատլանու գիր շավ գործեք։ Ռոնի էներգյան անսպարա, Արեգը մի քիչ պասիվ է, բայց շուրջ բոլորն է նայում, տենց զբաղված է շուրջ բոլորը նայելով։ Դու ես կողմ արի, չխփեն քեզ, արի։ Անու։ Ուր գնաց։ Արեք ուդեր, արեք։ Քել, այն կողմ ապեր, այն կողմ նարի դու։ Մի հատ Ռոնին նայեք, հլա։ Հլա։ Հավես, բալ, հավես, զգույշ արևս, ես էլ կուզեի շատ, կուզեի ես էլ անեի, Արեգն էլ Ռոնիի հետքերով ա գնում, ուսմանուին նանի, Արեգի հետևից, այս պիտի վազես ամբողջ ընթացքում, այս խոտի վրա վազելը ոչինչ, բայց չոր տեղը որ վազում անկնի ծուն կվնասի, լավ բալես, ես հոգնել եմ, դուք չէ, գնացին, դու էլ ես ուզում անես, երեխեքը խոտի վրա գլորվելով իջնում են, ինքն էլ ա ուզում, փորձի, կամաց,
Անու, սկոտեք։ Բերցրոնի գնացինք բալ։ Արեք իչի արի։ Մենք Անուին ճանապարհեցինք ու գնում ենք տուն հիմա։ Ժամը քանիսն է? 8:20։ Օնի լավ խաղացիր բալ։ Դա ինչ է խփում։ Սիդա ջան է, սիդա ջակե, left լելո։ Գնանք, լողացնեմ, քնացնեմ։ Անուին շատ է սիրում Արեգը, շատ կապվել է Անուի հետ, անգամ Անուի համար երկար լաց է լինում։ Անու գնաց իրանց տուն, քնի որ վաղը դպրոց գործի է։ Սիրելիներս քնի ժամ է մեզ մոտ ու սիրելիներս մեզ մոտ քնի ժամ է ու մենք քնելուց առաջ միշտ աղոթք ենք անում ու ես դες քանի որ ասել էի որ Ռոնին հայերեն աղոթքը անգիր գիտի խնդրել եք որ մի անգամ վիդեոներից մեկում ասի աղոթքը որ լսեք հիմա քանի որ քնում են արդեն պիտի ասեն աղոթքը հիշեցի ու մտածեցի նկարել Հայր մեր, որ երկինս է սուրբ եծի անունը քո, եկես թե կամքը քո, որպես երկինս և երկրիս էցհացեն հանապազոր, հոր մեզ այսօր, որ մի տանից մեզի փոչուկան, փոչուչան, արպարքյազ մեզի չորի, ձիքոյ արգացյուն և զորցուն և պար, ավետյանս ավտենիս, ամեն։ Պես դու խաչակ ընքում ես? Դու գիտես, Ռոն Արեգ, դու գիտես? Այսպես է անում, Արեգը հովես չունի, լավ քունը տանում է շատ, լավ վեր սիրելիներս ձեզ բոլորիդ բարի գիշեր ասենք ձեզ բարի գիշեր, քաղցր երազներ բոլորիդ, մինչ նոր վլոգներ, հաջող